Եկեք այսօր շնորհավորենք միմյանց եւ երախտագիտությամբ հիշենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել հայոց բանակի ստեղծման ակունքներում, հատկապես նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին կերտելու համար մեր հաղթական բանակի կերպարը։ Բանակ, որը իր կարճ կենսագրության ընթացքում արդեն գրավել է հայրենասիրության եւ հերոսության փառավոր էջեր։ Խաղաղ պայմաններում բանակաշինությունը նոր թափ ստացավ։ Զինված ուժերը դա քարացած կառույց չէ։ Այն դինամիկ կերպով զարգացնում եւ ձեռք է բերում նոր որակներ։ 34 տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ էապես բարձրացել է սպաների եւ զինվորների մարտական պատրաստության մակարդակը։ Բարելավել է բարեկեբանական մթնոլորտը, ամրապնդել զինվորական կարգապահությունը, հին ճշմարտությունը, բանակի ուժը իր կարգապահության մեջ է։ 600 տարի զինվոր ունենք, իսկ բանակ ոչ։ Գեներալ, մարշալ ունենք, իսկ բանակ ոչ։ Մեր հայկական ազգանունները զարթնում էին աշխարհի տարբեր երկրների ռազմական պատմությունները։ Մեր սրտանքները ոսկե տարերով են գտնում այլոց բանակների տարեգրության մեջ։ Անկախությունը եւ բանակը մեր դարավոր երազանքն էր, որին մենք հասանք համառորեն պայքարով։ Փառավոր ու պատիվ հայոց բանակին, մեր անկախության պահապանին։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի արդիվ։ Թող խաղաղությունը իշխի հայոց երկնակամարում եւ մեր բանակը առիթ չունենա ռազմի դաշտում ցուցաբերելու իր զենքի ու կամքի հզորությունը։ Միտինգը նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 34-րդ տարեդարձին հայտարարում եմ բացված։ Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Մեծարգո պարոն Ավետիսյան, հարգարժան պարոն Սարգսյան, սիրելի սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ, հարգելի ներկաներ եւ հյուրեր։ 1992 թվականի այսօրը հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին որոշում։ Դրանով իսկ իրավականորեն ազդարարելով հայոց ազգային բանակի ստեղծումը։ Այսօր մենք միավորվել ենք մեր երախտիկի ու հարգանքի տուրքը մատուցելու հայոց բանակին։ Այն բանակին, որը մեր պետության խաղաղության գրավականն է։
Ելույթ ունեցան Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան արվեստի միջնակարգ մասնագիտական դպրոցի սաները։ 2026 թվականի հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ընդունեց օրենքի նախագիծ։ Հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհված հիշատակի օր սահմանելու մասին։ Խնդրում ենք մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհվածների հիշատակը։ Խոսքը տրվում է Զորամասի հրամանատար գնդապետ պարոն Սարգսյանին։ Հարյաժան հյուրեր, բարնայք սպաներ, ենթասպաներ, զինվորներ։ Իսրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման օրվա առիթով։ Այսօր մեր պետության և ժողովրդի համար առանձնահատուկ օր է։ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորը հայոց բանակը բոլորեց իր 34-ամյակը։ Եվ այսօր աղոներ 34-ամյա բանակը ներկայանում է ոչ իբր մի ամփոփ պատանի, այլ արդեն լիովին հասուն, այլ կայացած, հզոր ու հաղթանակար։ Սիրելի սպաներ, ենթասպաներ, զինվորներ, շնորհավորում եմ ձեզ բանակի օրվա կապակցությամբ։ Հայկական բանակի համազգեստ արդեն ուրախության արդյունք չի քանում մեր աչքերից։ Այն վաղուց իրողություն է դարձել։ Նույնքան սովորական ու առօրյա, որքան եռագույն դրոշը, զինանշանն ու սեփական երկրի պետական կողմերն է, բայց միևնույն ժամանակ նույնքան թանկ ու պատվելի եւ տոնն անցնի մենք կշարունակենք բանակի տարեգրությունը, նոր նվաճումներ արձանագրելով եւ նոր բարձունքներ հաղթահարելով։ Ազգի ուժն ու արժանապատվության տոնը ազգային բանակի ծննդյան օրն է։ Թող շնորհավոր լինի մեր բանակի 34-ամյակը, թող չպակասի մեր զինվորների մտքի ու բազկի զորությունը։ Թող բազմապատկվի մեր ժողովրդի տաղանդն ու եռանդը, կորովն ու հայրենասիրությունը, որ կարողանանք կառուցել մեր երազած հզոր բարեկեցիկ, արդար ու պաշտպանված Հայաստանը։ Շնորհավոր տոնը հայ զինվոր, շնորհավոր տոնը հայ ռազմիկ, շնորհավոր տոնը հայ ազգային բանակ։ Ավերջտարք հայրենիքի համար նահատակված մեր ընկերներին և կեց է Հայաստանի Հանրապետություն։ Ողջունի խոսքունի ասելու Զորամասի գնդերեց Հարություն Սարգսակը։ Պարոն գնդապետ, ծառայակից եղբայրներ, հարգարժան պետական այրեր, սիրելի ներկաներ։ Նվիրական օր է այսօր, որովհետև իր տարեդարձն է տոնում ազգային մեր բանակը, բանակ, որ ծնունդ առավ պատերազմական թողու բոհերից։ Ազգային բանակի տարեգրությունը սիրելիներ այսօր էլ շարունակվում է։ Շարունակվում է յուրաքանչյուրիս ձեռքով ամեն մեկիս հանձնվել ծառայության գրառումով։ Այսօր էլ մեր բանակը շարունակում է իր մշտարթուն առաքելություն, որի նպատակն է ապահովել ժողովրդի խաղաղ և ստեղծագործ կյանքը։ Բանակի տոնը նշելով մենք մեր երախտիկն ենք հայտնում այն նվիրյալ անձանց, ովքեր բացառիկ ավանդ ունեցան հայրենիքի պաշտպանության և բանակի զորացման գործում, որի համար մենք մեր աղոթքն ենք բերում և խնդրում, որ ամենակարող Աստված խաղաղություն շնորհի մեր հայրենիքին, օրհնի և զորացնի հայոց բանակը, մեր քաջարի սպաներին և զինվորներին պարգևելով անվտանգ, անփորձանք ծառայություն։
թող Տերը զորացնի մեզ սիրելիներ, որպեսզի մեր կարիք հաջորդ ծերերին փոխանցենք հզոր հայրենիք։ Պահպանիչ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահիր, պահպանիր եւ օրհնիր երկիրս հայոց եւ բանակս Հայաստան աշխարհի, պահպանիր նաեւ ներկայացյալ մեր սպաներին, զինվորներին եւ հավատավոր ժողովրդին, ընդհանրյալ սուտ եւ պատմական խաչի վտորի խաղաղության, հերթիր երևելի եւ աներևույթ թշնամիներից, արժանավորիր գոհության թառավորել հորը, որդուն եւ սուրբ հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Շնորհավոր տոնդ հայոց բանակ այս զինվորին։ Շնորհակալանքի խոսք ունի ասելու Արարատ համայնքի կրթության բաժնի պետ պարոն Իսաջանյանը։ Մեծարգո պարոն Քենդեջյան, պարոն Բաղդասարյան, հարգարժան պարոն հրամանատար, սերի զինվորներ, պարոնայք սպաներ, հարգելի ներկաներ։ Այսօր հունվարի 28-ն է, հայոց բանակի տոնը, հայ ժողովրդի համար ամենանվիրական տոներից մեկը։ Ուղիղ 34 տարի առաջ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին որոշում։ Դրանով իսկ իրավականորեն ազդարարելով հայոց ազգային բանակի ստեղծումը։ Սակայն դե ֆակտո հայոց բանակն արդեն ստեղծված էր եւ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Վազգեն Սարգսյանը նշանակվել էր պաշտպանության նախարար առանց նախարարության։ Հայոց բանակն իր կազմավորման փուլից մինչ օրս անցել է բազում փորձությունների միջով, թռցվել պատերազմների բողում ու դարձել մեր պետության ու պետականության կրողը, մեր հարատևության, մեր ժողովրդի անվտանգության թիվ 1 երաշխավորը։ Հայոց բանակն իր 34-ամյա տարեգրության ընթացքում տվել է բազմաթիվ հերոսներ, որոնց մի մասն անցել է վաստակած հանգստի, մի մասն այսօր էլ բանակի շարքերում է։ Շատերն էլ անմահացել են ու մեզանից յուրաքանչյուրի համար դարձել կենդանի լեգենդ, դարձել հայրենավիրումի բարձրագույն օրինակ։ Հունվարի 28-ը ողջ աշխարհի հայության տոնն է, բոլոր նրանց տոնը, ովքեր սիրում են իրենց հողն ու ջուրը, որոնց համար թանկ է իրենց ծնողների ու հայրենիքի պատիվն ու արժանապատվությունը։ Սիրում են այնպես, ինչպես սիրել են մեր հնորյա ու նորորյա հերոսները, ինչպես սիրում է սահմանի կանգնած շարքային զինվորն ու հրամանատարը, ինչպես սիրում են Վազգեն Սպարապետը, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրեց հայոց բանակի ու հայոց պետականության ստեղծման ու կայացմանը։ Այսօր մեր բոլորիս պարտքն է լինել բանակի կողքին, մեր ամենօրյա աշխատանքով ու տքնանքով հզորացնել, մարտունակ դարձնել հայոց բանակը, հայ զինվորի վերադարձնել հայկյան բազկի ուժն ու հաղթական ոգին, քանզի հզորացնելով բանակը հզորացնում ենք մեր պետությունը, մեր հավատը այսօրվա ու վաղվա հաղթանակների նկատմամբ։ Ինչպես Լեռնահայաստանի արծիվ Գարեգի Նժդեհն է պատգամում, մեզանից յուրաքանչյուրի հոգին զույգ հենարան պիտի ունենա, Աստված եւ հայրենիք։ Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաեւ իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության, ազգ, հայրենիք, պետություն։ Եվ ուրեմն, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայոց բանակը, կեցցե հայ ժողովուրդը։ Արգելի ներկաներ, բանակի օրվա կապակցությամբ Արարատ համայնքի ղեկավար պարոն Ասլան Ավետիսյանի որոշումով մի շարք զինծառայողներ արժանացել են խրախուսանքի պատվոգրի տեսքով։ Պատվոգրերը հանձնելու համար սիրով բեմ եմ հրավիրում Արարատ համայնքի ղեկավարի տեղակալ պարոն Քենդեջյանը։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Վազգեն
Սարգսյանի անվան թիվ 58-836 զորամասի շարքայի Վալեր Վլադիմիր Սաքանյանը պարգևատրվել է ծառայական պարտականություններ բարեփոխ կատարելու եւ բանակի օրվա կապակցությամբ։ Ծառայական պարտականությունները բարեփոխ կատարելու եւ բանակի օրվա կապակցությամբ պարգևատրվում է նույն զորամասի շարքային Մենուա Վահի Շուշանյանը։ Կրծեր սերժանտ Ադրանիկ Շայնի Մելիքսեթյանը։ Կրծեր սերժանտ Վահագն Լևոնի Աբիդյանը։ Ծառայական պարտականությունները բարեփոխ կատարելու եւ բանակի օրվա կապակցությամբ պատոգրով պարգևատրվում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության թիվ 11-082 զորամասի պատրաստության բաժանմունքի ավագ սպա կապիտան Հակոբ Ավետիքի Մանուկյանը։ Նույն զորամասի հրետանային դասակի երկրորդ հրետանային ջոկի հրամանատար կրծեր սերժանտ Վահան Աշոտի Գևորգյանը։ Նույն զորամասի պատրաստության բաժանմունքի հրահանգիչների խմբի սպա հրահանգիչ կապիտան Միհրան Աշոտի Հովհաննիսյան։ Նույն զորամասի 120 մմ ականանետային դիվիզիոնի առաջին մարտկոցի երկրորդ դասակի առաջին հաշվարկի հրամանատար սերժանտ Խաչիկ Մամբելի Մխոյանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում են բոլորի դեմ մաղթում բարի ծառայություն։ Yeah.
Yeah.
կառուցումից հետո մեր նորանկախ հանրապետությունը կրկին հայտնվեց ծանրագույն փորձության մեջ։ Հայ ազգային ազատագրական պայքարի, զարթոնքի ու մեր ժողովրդին պարտադրված պատերազմի խիզակետում դարձյալ կանգնած էր մեր հաջողությունների կռովը, մեր մեծ հաղթանակների գրավականը, հայրենիքի պաշտպանը, բանակը։ Նա միանգամից չծնվեց, նրան ծնեցին, մեծացրեցին, պաշտելու չաբյուրեղացրին երկրապահ կամավորականները, որոնք դարձան կանոնավոր բանակի կորիզը։ Երբ հայրենիքը կանչում է, խոսքերը դառնում են երդում, իսկ երդումը կյանքի ուղի։ Այսպես է սկսվում զինվորի պատմությունը։ Ես Այգ Էլբրուսի Մարգարյանես, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետությանը, սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը, ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ողջ կստությամբ։ Երդվում եմ։
հայտեր տանը, յուրաքանչյուր օր սկսվում է սպասումով և ավարտվում աղոթքով։ Տղաս, գիտեմ ուժեղ ես, բայց դե մոր սիրտ է, անհանգիստ ու կարոտող, ամեն գիշեր քո անունն եմ շշնջում, իսկ առավոտները տոծում մայրական օրհնանքով, ու ինչքան է սպասող, անհանգիստ ու կարոտող, գիտակցում եմ, հայրենիքը քո կարիքն ունի, գնա ու պաշտպանի։ Բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, ավակացնում եմ, հաճելի հոգս է։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է,
հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքն ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում։ Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է։ Մենք չենք կարող սպասել, որ հերոներից գեներալները գային և մեզ կռվեր սովորեցնեին։ Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք։ Փառք Աստծո, վատ չկռվեցինք։ Ահա այսպես է արտահայտվել բանակի մասին սպարապետ Վազգեն Սարգսյանը, անհատ, որի անունն անքակտելիորեն կապված է բանակի ու բանակաշինության ակունքների հետ։ Հայորդի, որին ինքը ժողովուրդն է արժանացրել ոչ երկրային, այլ երկնային լուսապսակի։
անվճար չի տրվում։ Այն ունի անուններ, ունի դեմքեր, ունի կին։ Հիմա բոլորս միասին երգում ենք, գնացի։ Իրար Հայրենի անկրող և ասող, հայրենի իր մայն հարազատ, զավակներ հզոր ամեն, հսկում են
չճկվելու, չկոտրվելու հոգեբանություն ու հպարտություն, հաղթողի վստահություն, արագ համախմբվելու կարողություն։ Սա է մեր անձնվեր զինվորների և հրամանատարների մեծագույն նվերը հայ ժողովրդին։ Մենք ծնվեցինք մի երկրում, որ նույնիսկ պարտվելիս խոսում են հաղթանակների մասին։ Մեր զավակները կծնվեն մի երկրում, որտեղ հաղթում և պահպանում են այդ հաղթանակները։ Aleluya,
Շողության
Շնորհակալություն լավ չէ՞ դե։ Հիմա մի փոքր ոչայ փոխություն է կարող։ Հայցե։ Հրավություն լավ։ Գրացի։ Էստավ դերել դրամացիոն ոնց է։ Սիրունավչի իմ սիրած, օգուս մեջ ես տունեցած։ Սիրունավչի իմ սիրած, օգուս մեջ ես տունեցած։ Արի ամբույր է դարներ, այդ ամբույր ես մերներ։ Արի ամբույր է դարներ, այդ ամբույր ես մերներ։ Ջիվանի, ես երոմի էի։ Ջիվանի, էստեղ են ծավըտ կանի։ Ջիվանի, ես երոմի էի։ Ջիվանի, էստեղ են ծավըտ կանի։ Grazie.
սիրելի ներկաներ, հարգարժան զինվորներ, այն ինչ ուրիշ քիչ ունի նաև ավար։ Ուզում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել Արարատի համայնքապետարանին ինտերնես պարոն Ավետիսյանին, ուզում եմ շնորհակալությունս հայտնել Արարատի մշակութային տնօրինությանը, հատուկ շնորհակալությունս եմ հայտնում ձեզ, որ մեզ թույլատեցիք այսօր գիշեր լավ ավեսով ջիգերով ուրախանալու։ Ձեզ ասում եմ ձեր տեսություն և ասում եմ տոնը շնորհավոր հայոց բանակ, տոնը շնորհավոր հայ զինվոր, հայ բարձր ինտերես ծափահարում ենք։ Ինչպես շեցիկ, մենք զորամասի ողջ անձնակազմի անունից խորի շնորհակալություն հայտնեմ մեր Արարատի համայնքապետարանին, գիտեմս համայնքի ղեկավար պարոն Ասլանյանին, իր տեղակալներին, քաղաքապետարանի ենթակա բոլոր կառույցներին, գիտեմս ձեզ Տիկին Մխիթարյան, այսօրվա մեր անձնակազմի մշակութաժանացային միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու համար առիթից օգտվելով ինչու՞ չէ նաև մենք մարտ ամսին և մայիս ամսին ունենք նաև միջոցառումներ, ակնկալում եմ համայնքապետարանի և մշակույթի տան աջակցությունը մեզ, մայիսի 5-ի մեզ սպարապետի ծննդյան օրն է և մայիսի ներողություն մարտի 5-ի սպարապետի ծննդյան օրը և մայիսի 14-ին զորամասի կազմավորման 30-ամյակը։ Որից ակնկալում եմ և ձեզ, ձեր ղեկավարի, ձեր ենթակա բոլոր խմբակների, չեմ անում մշակութային օջախներին, ցանկանում եմ համաշխարհային բեմերի գրավում, չնայած այսօր գրավեցիք այն բեմը, երբ որ հանդիսատեսը զինվոր է։ Շնորհակալություն ձեզ, ամենալավ բանի, ես մեկ անգամ շնորհավորում եմ բանակի ծնունդը, մի բանակ, որ անցավ շատ հողոհոյի մեջով և իր սուրը պատով դրեց պայծար։ Եվ իշենք մեր բանակ